Քրդերը Հայաստանում կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ քրդերը նոր տնտեսական քաղաքականության տարիներին 1920-ական թվականներին սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին լատինատառ, ապա 1945 թվականին կյուրեղագիր, իսկ հիմա և կյուրեղագիր և լատինատառ։ Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն ռեաթազա նոր ճանապարհ թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդալեզու ռադիո։ Քրդերի մասին առաջին ֆիլմը «Զարեն» նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը «Քուրդ հովիվը», որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին։ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Հայաստանում բնակվում էր 35308 եզդի և 2162 քուրդ բնակիչ։ Քրդական և եզդիական համայնքներն ունեն մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Ազգային ժողովում քրդական համայնքը ներկայումս ներկայացնում է Կնյազ Հասանովը, իսկ եզդիական համայնքը Ռուստամ Բաքոյանը։ Քրդական ծագմամբ Շադադյանների հարստությունը, որը տիրել է ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածների 10-ից 12-րդ դարերում, Արևելյան Հայաստանում քրդերի ներկայության առաջին վկայությունն է։ Միջնադարում քրդերի ներկայությունը Հարավային Կովկասում փոքր է եղել։ Քրդական ցեղախմբեր 18-րդ դարում հարավից սկսել են չվել Արևելյան Հայաստան, հաստատվելով հիմնականում Արարատյան դաշտավայրում։ Որոշ մուսուլման քրդեր հաստատվել էին Արևելյան Հայաստանում 19-րդ դարի սկզբին, սակայն նրանց մեծ մասը մինչև 20-րդ դարի սկիզբը վերաբնակվել էր ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին եզդիները հաստատվել են Անդրկովկասում, փախչելով Օսմանյան կայսրությունում թուրքերի և քրդերի իրականացրած հալածանքներից։ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ։ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկայացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր։ Քրդերի մի մասը, մասնավորապես Կարսի մարզում, միացել է Հայաստանի թյուրքախոս բնակչության խռովություններին ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել։ Ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ սովետական մեծ հանրագիտարանի, Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ։ 1937 թվականին Ստալինյան բռնաճնշումների ժամանակ Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից դեպի Սիբիր և Կենտրոնական Ասիայի հանրապետություններ։ Ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո Հայաստանում բնակվող քրդերի մեծ մասը լքել է երկիրն ադրբեջանցիների հետ միասին, որոնց հետ փոխկապակցված էին կրոնական, մշակութային և բարեկամական հարաբերություններով։ Այնուհետև նրանք մնացել են Ադրբեջանում կամ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես Կրասնոդար։ Այժմ Հայաստանում չափազանց քիչ քրդեր են մնացել։ Ըստ քրդագետ Գառնիկ Ասատրյանի 1998 թվականի դրությամբ նրանց թիվը մոտ 100 հոգի էր կազմում։ Խորհրդային ժամանակաշրջանում քրդերն ու եզդիները նույնացվում էին։ 1980-ական թվականներին եզդիական համայնքի որոշ առաջնորդներ պահանջել են իշխանություններից, որպեսզի եզդիները ճանաչվեն իբրև ինքնուրույն և առանձին ազգություն։ 1989 թվականի խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով նախկինում քուրդ համարվող 60,000 հոգուց 52,700 հոգի որպես եզդի է ներկայացել։
1989 թվականից ի վեր մարդահամարներում քրդերը եւ եզդիները առանձին են հաշվում, իսկ եզդիների բարբառը, որը Քուրմանջիի բարբառ է, համարվում է առանձին լեզու՝ եզդիերեն։ Այնուամենայնիվ, որոշ եզդիներ չեն ժխտում իրենց մշակութային եւ այլ կապերը քրդերի հետ կամ իրենք քուրդ են համարում։ Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է եւ նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա։ Ռուսական կայսրությունում քրդերի եւ եզդիների վերաբերյալ առաջին գիտական աշխատությունը գրել է Խաչատուր Աբովյանը, «Քրդեր եւ եզդիներ» երկերի լիակատար ժողովածու։ Հայտնի հայ երգահան Կոմիտասը գրի է առել հայկական, քրդական եւ թուրքական մի շարք ազգային երգեր, իսկ 1897 թվականին ավարտել է Բերլինի Հումբոլդտի համալսարանը, որտեղ ուսումնասիրում էր քրդական երաժշտություն։ Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, օգտագործելով քրդական լեգենդը, գրել է իր հայտնի Սիամանթո եւ Խջեզարե պոեմը։